Չնայած այն հանգամանքին, որ Գյումրու հակատուբերկուլյոզային ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական բաժանմունքում աղիքային ինֆեկցիայով հոսպիտալացվել է եւ ներկա պահին էլ բուժում է ստանում 5 երեխա, այնուամենայնիվ մասնագետները դա որպես ահազանգ չեն ընդունում։ Հիվանդանոցի տնօրեն Կարենե Տոնոյանի խոսքով դրանք այսպես ասած անհատական դեպքեր են։ Եթե լինեն մեկ կոլեկտիվից 2 եւ ավել կամ մեկ ընտանիքից 1-2 ավելի դեպք միաժամանակ կամ միևնույն տեղամասից, թաղամասից, սա արդեն անհանգստանալու առիթ է կտա, թե ինչի համար է, որ ասենք այդ կոլեկտիվում գրանցվում է 2 դեպք եւ ավելի դեպքեր աղիքային ինֆեկցիաների կամ ընդհանրապես նաեւ այլ ինֆեկցիաների։ Այն, որ Շիրակի մարզում աղիքային ինֆեկցիայի բռնկման օջախներ չկան, այս մասին վստահեցնում են ոչ միայն մասնագետները, այլև պատասխանատուները։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը միաժամանակ գտնում է, որ փաստը որքան էլ ուրախալի, բայց եւ այնպես հանգստացնող չէ։ Սեզոնային բնույթ կրող ինֆեկցիայի այս տեսակը ամեն պահի կարող է գլուխ բարձրացնել։ Բազմազան մրգեր են ի հայտ գալիս։ Այս սեզոնում ջուրը սկսում է պղտորվել։ Մարդուկ սկսում են այդ ջրից վերցնել, սկսեն իրենց տնամերձերը ջրել, խախտվում է խողովակների ամբողջականությունը, մենք շատ լավ գիտենք այդ խողովակների վիճակը մեր ջրատար, եւ սրանք բոլորը պայմաններ են, հիմնական ամենախոցերին մեր համար վտանգավորը ջուրն է։ Աղիքային ինֆեկցիայի բռնկումից խուսափելու եւ ընդհանրապես սանիտարահիգիենիկ վիճակները մանկապարտեզներում ուսումնասիրելու նպատակով կազմվել են հանձնաժողովներ։ Ուսումնասիրվում է մանկապարտեզի բոլոր պայմանները, կան ամենատարբեր մասնագետներ, տանք եւ տեսչությունից կա, եւ բժիշկ կա, եւ համայնքի ներկայացուցիչներ կան, մարզպետարանի ներկայացուցիչներ կան, եւ մենք ահագին լուրջ թերություններ ենք բացահայտել։ Գյումրու ժպիտ մանկապարտեզը եւս դուրս չի մնացել գործընթացից։ Ուսումնասիրվեց եւ խոհանոցը եւ սանհանգույցները, գրառվեց մանկապարտեզի կարիքը։ Մանկապարտեզի սանհանգույցի խնդիրն առանց հատուկ զննության էլ աչքի է ընկնում։ Հանձնաժողովականներն էլ արկաթերությունները տեսել, գրանցել ու հեռացել են։ Դրանից անձնատուրական մենք ինֆորմացիա տվել ենք, իրանք պետք է վերանորոգություն հանձնարարել սպառվել։ Զուգահանակոնկերում ենք մենք, քնել ենք զուգահանակոնկերը, բայց լվացաններ արդեն պետք է ուղարկել ոչ չարակացել դիպոստը։ Մանկապարտեզը նաև սննդի պահպանման համար նախատեսված սառնարանների խնդիր ունի։ Ոչ ժամանակակից սառնարանները թեև օգտագործվում են, բայց ինչպես աշխատակիցներն են վստահեցնում, դրանք արդեն պիտանի չեն։ Ասեցին պետք է սառած չլինի։ Սառնարանի պետք է սառած չլինի, շատ նորմալ է, շաբաթվա մեջ ոչինչ։ Հարմար է։ Մանկապարտեզի տնօրենի խոսքով հաստատությունում աղիքային ինֆեկցիայով վարակվելու դեպքեր չեն գրանցվել, թեև այլ հիվանդությունների պատճառով երեխաների թվի նվազում կա։ Կան նաև հիվանդ երեխաներ, բայց ոչ ինֆեկցիոն հիվանդություններով հիվանդ երեխաներ։ Լինում են, բացակայությունը շատ չէ, բայց ամառվա ընթացքում համեմատաբար շատանում է քաղաքից դուրս գալու հանգստյան տներ մեկնելու հետ կապված։ Անկախ այն հանգամանքից, որ աղիքային ինֆեկցիայի բռնկման վտանգ Շիրակի մարզին առայժմ չի սպառնում, մասնագետները համենայն դեպս եւս մեկ անգամ չեն զլանում հիշեցնել մաքրություն պահպանելու, միրգը, բանջարեղենն ու կանաչեղենը հոսող ջրի տակ լվանալու մասին զգուշացումները։ Բերանով վարակը գնում է դեպի աղիները։ Եթե մենք մեր բերանը ուրեմն տանենք արդեն իսկ հարուցիչներով կեղտոտված սննդամթերք, ուրեմն կհիվանդանանք։ Ալա Բաղդասարյան, Արթուր Մարգարյան, այսօր։